Հունիսի 22-ին հայաստանյան Ծառաքելական Սուրբ եկեղեցին նշեց կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնն է։ 1722 տարեկան է Սուրբ Էջմիածինը, չկա ավելի մեծ ու կանգուն խորհուրդ, քան Սուրբ Էջմիածնի խորհուրդն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով եւ Տրդատարքայի անմիջական մասնակցությամբ Մասիս Սարից բերված քարերով Մայր տաճարի հիմնադրման եւ կառուցման տոնն է, ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, հավելելով, որ Սուրբ Էջմիածնի շուրջ են հյուսված հայի բոլոր հաղթանակները, պատմության խաչմերուկները, հայի ամենաննված եւ ամենամեծ ժամանակներն անցել են Սուրբ Էջմիածնով։ Այսօր եւս Սուրբ Էջմիածինը, Մայր տաճարը, Մայրաթոռը, մեր ողջ եկեղեցին այդ պատմության կրողը լինելով նաեւ առաջնորդող նավ է մեզ համար։ Մեր կյանքում այս դաժան իրականության մեջ մեր, ինչպես միշտ ասել եմ, գողացված ուրախության եւ պատվի ժամանակներում Սուրբ Էջմիածինը, Մայրաթոռը, հայ եկեղեցին դժբախտաբար, ինչպես պատմության շատ հանգրվաններում մնացել է որպես վերջին հանգրվան, որպես վերջին խրամատ եւ որպես վերջին պատնեշ։ Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, որ մեր կյանքի արարատացումն է Սուրբ Էջմիածինը, այստեղ են ծնվել եւ այստեղից են ծնվել հայի բոլոր հաղթանակները։ Պատմական անդրադարձ կատարելով Բագրատ Սրբազանը հիշեցրեց 1937 թվականի հայ եկեղեցու նկատմամբ մեծ հալածանքները, երբ գնդակահարվում եւ անարգվում էին սրբազան հայրերը։ Մեջբերելով Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի այդ հալածանքների մեջ արտահայտած խոսքը այն է. «Մեծ է Սուրբ Էջմիածնի պատմությունը եւ ներկայությունը հայ ազգի պատմության մեջ»։ Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, որ այս խոսքերը մնացել են ուղենիշ եւ որ անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն։ Իսկ Էջմիածինը կմնա հավիտյան եւ կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման խորհուրդը հաղթանակի խորհուրդն է։